Չէ, 88 դեկտեմբերի 1-ի որոշումը դա ներպետական որոշում է, օրինական է, որովհետև ՍՍՄ դեռ գոյություն ուներ։ Դա նույն պետության ներսում երկու վարչական միավորների, դա վարչական ենթակայության փոփոխման հարց է։ Իսկ երբ որ դարձավ 91 թվին իբր թե քորում արեցին, Ղարաբաղը անջատվեց, ես չեմ էլ հավատում այդ քորումի, ու հետո Ղարաբաղը դարձավ իբր թե անկախ, ու այդ ժամանակ ինքը ազատ մնաց, որ Ադրբեջանը ընդեղից հարձակվի, իսկ այն ժամանակ երբ որ Հայաստանի կազմի մեջ էր, կարող է իրանք այդ քայլին չգնային, ու պատերազմը չէր սկսվի իմ կարծիքով։ Չէ, պատերազմը ընթանում էր, դա պիտի շարունակվեր, դա առանձնապես կապ չուներ այդ, այսպես ասած, թղթաբանության է, բայց այդ թղթերը պիտի ճիշտ արվի ի վերջո, անկախ ամեն ինչից, որովհետև միացավ Հայաստանին, ասենքն է ժամանակ միացավ Հայաստանին, հետո ենթադրենք օրինական էր, որ իրանք արեցին հանրաքվե և առանձնացան, բայց չէ որ մենք դրանից հետո երկու անգամ, 95-ին և 2005-ին, մեր սահմանադրության ընդունելով և պահպանելով մեջը հղումը անկախության հռչակագրին և անկախության հռչակագրի մեջ պահպանելով այդ 89 թվականի որոշումը, դա վերահաստատել են։ Այստեղ բավականին բան իրավիճակ է ստացվում, իրանք անկախացել են, մենք երկու անգամ միացել ենք մեզ, վերջ անգամ 2005-ին ենք միացել, մենք չենք ճանաչել իրանց անկախացումը։ Մյուս կողմից հարց առաջանում, եթե իրանք անկախացել են, ինչ գործ ունի Հայաստանի զորակոչիկը օտար երկրում։ Հա, բայց մեր զորակոչիկ չէ, չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչ գործ ունի, իրանց բանակում իմաստացնել է դա։ Իմաստացնել է դա։ Կարա Հայաստան։ Հա? Հիմա Ղարաբաղը, եթե համարում ենք անկախ երկիր, ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի ծառայի իր տարածքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք չունի ծառայելու իր տարածքից դուրս առանց համապատասխան միջպետական պայմանագրի եւ այլն։ Երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է ծառայելու Աֆղանստան, դրա համար կա համապատասխան ազգային ժողովի ինչ-որ իրավական հիմք, միջազգային իրավունք, դրա հիման վրա գնում է, որտեղ դա օտար երկիր է, չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զորակոչվել հայկական բանակ և առանց իրավական հիմքի ուղարկվել օտար երկիր։ Եթե մենք ուղարկում ենք Ղարաբաղ, ուրեմն մեզ համար Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է, հասկանում եք։ Հակառակ դեպքում նա ստանում է վարձկանի կարգավիճակ։ Նա վարձկանի կարգավիճակ է ստանում, բայց անգամ Ադրբեջանը նրանց ընկալում է որպես հայկական բանակի և Հայաստանի, երբ որ հայ զինվորը ընկնում է գերին Ժիգուլյանը, նրան չի տեղում գնդակահարում որպես վարձկան, այլ կանչում է կարմիր խաչին և ինչ-որ ձևով մի տարուկես հետո հետ են վերադարձնում։ Դա նշանակում է, որ բոլորն են ընդունում, որ նա Հայաստանի մաս է։ Մենք հիմա ասենք, թե չասենք, և տասնյակ ուրիշ պատճառներ կա, սկսած անձնագիրից, բյուջեն անձնագիրը մի ինչ-որ պետություններ ընդունեն Ղարաբաղի անկախություն, եթե միջազգային բաները ընդունեն Ղարաբաղի անկախություն, արդյոք դա մեզ օգուտ է։ Եթե նույնիսկ եթե ընդունեն, ես օրինակ չեմ ուզում ոչ մեկը ընդունի անկախությունը, որտեղ մի անհանգստացեք, ոչ մեկը չի ընդունում։